Միացյալ Նահանգների նախագահը չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հանդիպումը, մինչ Վաշինգտոնը մեծացնում է Մոսկվայի վրա ճնշումը, իսկ Ռուսաստանը միջուկային ուժերի մասնակցությամբ խոշոր վարժանքներ անցկացնում։ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե վստահ չէր, որ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության կգային Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո նա նաև ասել է, Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում։ Մենք չեղարկեցինք նախագահ Պուտինի հետ հանդիպումը, պարզապես կարծում էի, որ դա ճիշտ չի լինի, որ մենք չենք կարող հասնել այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է, ուստի ես չեղարկեցի այն։ Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինային Թոմահոք հրթիռներ տրամադրելու հարցին, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։ Ըստ նրա, դրանց շահագործմանը տիրապետելու համար սովորաբար 1 տարի է հարկավոր եւ հիմա միակ տարբերակն այն է, որ ԱՄՆ-ն դրանք արձակի, իսկ մենք դա երբեք չենք անի, ասել է նա եւ հերքել, թե Վաշինգտոնը Կիևին թույլ է տվել արևմտյան արտադրության մեծ հեռահարության հրթիռներով հարվածել Ռուսաստանին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել են, թե ինչպես կարող է ռազմական դաշինքն աջակցել պատերազմը դադարեցնելու Թրամփի տեսլականին, որպեսզի Պուտինը համաձայնի եւ սառեցվի առաջնագիծը։ Մարկ Ռուտեի համոզմամբ Թրամփը միակ մարդն է, որը կարող է կարգավորել այս հակամարտությունը։ Ես լիովին աջակցում եմ նրան եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել։ Եվ ես այստեղ եմ նրան ասելու, այո, մենք ուզում ենք աջակցել ձեզ, ուզում ենք, որ դա իրականություն դառնա։ Մինչ Թրամփը չեղարկում է Պուտինի հետ հանդիպումը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային 2 խոշոր ընկերությունների Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ, որոնք ըստ Վաշինգտոնի ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան։ ԱՄՆ նախագահը մեկնաբանելով պատժամիջոցները ասել է, որ վաղուց էր հասունացել պահը, ապա հույս է հայտնել, որ դա կնպաստի, որպեսզի Պուտինն ավելի սթափ դատի, ինչի շնորհիվ պատերազմը շուտ կավարտվի, պատժամիջոցներն էլ շուտ կհանվեն։ Դրանք 2 խոշորագույն նավթային ընկերություններ են աշխարհի խոշորագույններից։ Հուսով եմ, որ դա կնպաստի, որպեսզի Պուտինն ավելի ողջամիտ լինի։ Հուսով եմ Զելենսկին եւս ողջամիտ կլինի։ Մոսկվան պատժամիջոցները խիստ հակարդյունավետ է որակել, նշելով, որ դրանք չեն նպաստում խաղաղության հաստատմանը։ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի նպատակներն Ուկրաինայում մնում են անփոփոխ։ Хотели бы подтвердить, что Российская Федерация, говоря о политико-дипломатическом урегулировании украинского конфликта, неизменно. Վաշինգտոնը սակայն չի փակում երկխոսության պատուհանը եւ ցանկանում է շարունակել շփումը Մոսկվայի հետ եւ միշտ հետաքրքրված կլինի համագործակցությամբ, եթե դա խաղաղության հասնելու հնարավորություն լինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, հավելելով, որ կշարունակի ռուս պաշտոնակցի հետ շփումը։ ԱՄՆ նախագահը քանիցս զգուշացրել է, որ հետևանքներ կլինեն, եթե առաջընթաց չլինի, հիշեցրել է Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ նախագահը մի քանի ամիս շարունակ բազմիցս ասել է, որ ինչ որ պահի ստիպված կլինի ինչ որ բան անել, եթե առաջընթաց չգրանցենք խաղաղության համաձայնագրի հարցում։ Այսօր այդ օրն էր, երբ նա որոշեց ինչ որ բան անել։ Եվրոպան իր հերթին մեծացնում է ճնշումը Մոսկվայի վրա եւ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Ըստ France Press-ի 19-րդ փաթեթով մինչեւ 2027 թվականը կարգելվի Ռուսաստանից հեղուկ բնական գազի ներմուծումը։ Սև ցուցակում կընդգրկվեն ստվերային նավատորմի նոր նավթատար նավեր, կսահմանափակվեն ռուս դիվանագետների ուղևորությունները Եվրոպա։ Ու մինչ արևմուտքը մեծացնում է ճնշումը, Ռուսաստանը 3 ռազմավարական միջուկային ուժերի մասնակցությամբ խոշոր զորավարժություններ է անցկացրել։ Փորձարկվել են միջմայրցամաքային բալիստիկ եւ թևավոր հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ։ Ռուսական զորքը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Կիևին, կա 9 վիրավոր, հարձակման են ենթարկվել նաեւ Սումին եւ այլ շրջաններ։ Ռուսական անօդաչուի հարվածից Կրամատորսկում ուկրաինացի 2 լրագրող է սպանվել։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռյազանին եւ այլ շրջանների, Բրյանսկում կա 1 զոհ։